Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմատ հաղորդաշարն է, մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Արմատ, քանզի եթե մենք չներկայացնենք անցյալը, ապա չենք կարող կերտել մեր ներկան եւ ապագան։ Այսօրվա հաղորդման թեման Արցախի ուշմշնադարյան ճարտարապետությունն է։ Հաղորդման հյուրը ճարտարապետ Մանուշակ Տիտանյանն է։ Բարև ձեզ Տիկին Տիտանյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Ինչու Արցախի ուշմշնադարյան ճարտարապետություն։ Ինչ ձեզ գրավեց, որ դուք սկսեցիք այդ թեման ուսումնասիրել։ Առաջինը պիտի ասեմ, որ Արցախի զարգացած միջնադարը ներկայացվել է մասամբ Հասրացյանի կողմից եւ ճարտարապետական տեսության կողմից ավելի դիտարկված է այդ ժամանակահատվածը եւ քանի որ վերջին տասնամյակներում բավական մեծ աշխատանք կատարվեց նախագծման եւ զուգահեռ իհարկե նաեւ հետազոտական աշխատանքների եւ ես գտա որ շատ կարեւոր էր այդ ամեն ինչը ներկայացնել գիտական հանրությանը եւ քանի որ Արցախի ուշ միջնադարը իրականում շատ հետաքրքիր է հատկապես որ փաստորեն այդ ժամանակաշրջանը երբ որ Արցախի Սյունիքը ավելի այսպես ամուր էր եւ ինքնուրույն էր այստեղ շատ ավելի ակտիվ վերականգնումը քաղաքական հասարակական կյանքի գնաց եւ իհարկե շատ հարուստ ունի այսպես ոչ վառ բայց ճարտարապետական պատմություն եւ բուրըն շինարարություն էր գնացել դրա համար ես գտա որ շատ կարեւոր է դա ներկայացնել հատկապես քաղաքաշինական տեսակետից, որը մենք մասամբ ունենք պահպանված որոշակի հատվածներում, հատկապես Դիզակի շրջանում, ես գտա, որ շատ կարևոր է հիմա դա ներկայացնել, որտեղ չգիտենք առաջինը վաղը ինչ կլինի եւ ինչքան ժամանակ Արցախը կլինի անհասանելի եւ շատ կարեւոր է, որ այն ինչ որ կա հավաքած եւ թարմա դա անպայման թղթին տալ, հա, այսպես ասենք, եւ ներկայացնել իհարկե գիտական հանրությանը։ Ձեզ հատկապես որ հուշարձանները ուշադրության արժանացան, որտեվ ինչպես գիտենք, մենք բավականին երկար աշխատել ենք Արցախում եւ հատկապես դուք զբաղվել եք թե եկեղեցիներ եք նախագծել, թե կամուրջներ եւ թե պարսպապատեր եք վերականգնել։ Ձեր համար ամենահոգեհարազատը որ հուշարձաններն են։ Գիտեք, ես չեմ կարող առանձնացնել իհարկե, որտեվ ընդհանրապես ճարտարապետությունը ինքը ընդհանրական է եւ շատ իհարկե ինձ հետաքրքրեց քաղաքաշինությունը, որտեվ այն շինարարական արվեստն մշակույթը, որով հիմնվել են մեր բնակավայրերը, շատ հետաքրքիր է, շատ տրամաբանված, կապված բնության հետ, կապված երկրի հետ, այսինքն կլիմայի հետ, տարածքների հետ եւ այդ ամեն ինչը իհարկե շատ բարձր մշակույթ ունի եւ դրա համար առաջինը ես անպայման նպատակ դրեցի խոսել քաղաքաշինության մասին եւ մենք Դիզակում բավական ունենք հետաքրքիր պահպանված բնակավայրեր, դրանք Տյակն է, մեծ թաղերն են, Տողն է, Հադրութն է, ես այդ բնակավայրերի մասին եմ ուրեմն խոսել տեսականորեն վերլուծել թե ինչպես են կառուցվել եւ իհարկե աշխարհիկ կառույցներն էին շատ ուշադրություն եմ դարձրել գլխատների վրա դեպի պիտի ասեմ որ Մանվելը Սարգսյան այս մեր ժամանակակից հետազոտողներից զբաղվել է դրանցով բայց դա մնացել է ոնց որ ուսումնասիրության այսպես շատ չբացահայտված այսպես ասենք սաղմնաչ բայց ինքը ուսումնասիրություն արել է չափագրվել է եւ ոնց որ քնած է մնացել այդ ամեն ինչը բայց ես դրանք էլ եմ ուրեմն բարձրացրել եւ ներկայացրել եմ գլխատները որոնք շատ հետաքրքիր են այն տեսակետից որ Արցախի գլխատները շատ էական տարբերվում են Հայաստանի մյուս շրջանների գլխատներից հատկապես ցուրտ շրջանների ինչի համար առաջինը քանի որ փայտով հարուստ Արցախը գլխատները թոնիր չեն ունեցել, այլ մի թեթև փոսորակ ա եղել, որտեղ անդադ կրակ ա վառվել, իսկ ցուրտ տեղերում կար թոնիր, կար քուրսի երևույթը, հա, որ ուրեմն սենյակը եւ մի շատ կարեւոր բան, ինձ համար դա շատ էական է, որ անասունը չի ապրել մարդու հետ։
Եթե ցուրտ տեղերում մենք ունենք գոմիոդա, որտեղ անասունների ուրեմն այդ սրահը նույնպես կից էր ընդհանուր սենյակին, որպեսզի տաքացներ, այստեղ այդ խնդիրը չկար, որտեղ փայտը կար եւ անասունը միշտ եղել է տնից դուրս։ Ինքը կամ առանձին ունեցել է ուրեմն տարածք, որտեղ գոմեր են կառուցվել, կամ եղել են կխորներ, այսպես ասած, դրանք անձավներն էին, որտեղ նույնպես ուրեմն անասուններին պահում են եւ այդ երևույթը, որ անասունի հետ մարդը համատեղ չի ապրել, ես կարծում եմ դա շատ էական է, որտեղ դա ձևավորել է կենցաղ դրա հետ միասին ձևավորել է մտածելակերպ, այս տեսակետից ես շեշտը նաև դրանց վրա եմ դրել, այդ հանգամանքների եւ իհարկե մեր վանքերը եւ եկեղեցիներն են շատ հետաքրքիր, որտեղ մեծ քանակով են կառուցվել, ամեն գյուղ ունեցել է իր եկեղեցին։ Սա շատ էական է, մեծ քանակով շինարարություն ա եղել, մեծ ծավալի կներեք, որտեղ միանգամից կառուցվել են եւ այստեղ էականն է, որ կա ձեռագիր, դա նշանակում է, որ եղել են արհեստակցական ուրեմն խմբեր, բրիգադներ, այսպես ասած, որոնք ուրեմն ներգրավել են այդ շինարարության մեջ։ Իհարկե սա ամենը շատ հետաքրքիր է եւ հետաքրքիր է նրանով, որ գիտեք սուղ պայմաններում իրենք ասենք եկեղեցիները ծխական հատկապես սրբատաշ չեն եղել, տենց շատ տենց շքեղ կոպտատաշ են, հարդարանքներ չեն ունեցել, բայց այնտեղ որտեղ հնարավոր է իրենք շատ մեծ սիրով ու տենց զգուշությամբ են վերաբերվել, դրանք հիմնականում իհարկե շքամուտքերն են, շատ հետաքրքիր արված, մասամբ էլ իհարկե պատուհանները եւ այս ամեն ինչը ես ուրեմն փորձել եմ ներկայացնել որպես ճարտարապետություն, որպես մշակույթ, շինարարական արվեստ եւ իհարկե ինձ համար դա շատ կարեւոր է եղել, որպեսզի չմոռացվի դա եւ ինչքան հնարավոր է շուտ հիմա դա ներկայացվի ուրեմն հանրությանը, որտեղ ասում եմ, չգիտենք թե որքան ժամանակ դեռ հասանելի չլինի մեզ համար Արցախը եւ իհարկե մեր մշակույթը եւ մի հատ հարց էլ կա, որտեղ չգիտենք ինչ ենք անելու, ինչը չէ։ Այն ինչ որ փաստագրվել է, իհարկե շատ էական է։ Նու փաստագրական առումով իհարկե անկնահատելի է Սամվել Կարապետյանի արած աշխատանքը, բայց ես այդ ամենին նայել եմ այլ տեսանկյունից, մասնագիտական, ճարտարապետական, կոնստրուկտիվ համակարգերի, ծավալատարածական լուծումների եւ իհարկե շատ էական է ինժեներական համակարգերը, որոնք մենք գտել ենք մեր այդ միջնադարի կառույցների մեջ։ Երբ որ Արցախի հուշարձանները ուսումնասիրում էինք եւ նաեւ վկայագրում, մի շատ հետաքրքիր զուգատիպություն, նմանություններ նկատեցինք որոշ մեր եկեղեցիների պարագայում, մասնավորապես Ավետարանոցի Սուրբ Աստվածածինը, Խանսկի Սուրբ Ստեփանոսը, Միրիկի Սուրբ Աստվածածինը, Սթունիսի Երանավ բազիլիկա եկեղեցիները շատ նման են իրար։ Այսինքն ճիշտ է, Սթունիսը եւ Միրիկը մտնում էին Արցախի Հանրապետության քաջատաղի շրջանում, բայց պատմականորեն Սյունիք էր եւ այդ նմանությունները բավականին հետաքրքիր ձևով արտահայտված էին։ Այդ ժամանակաշրջանում փաստորեն կարող ենք ասել, որ գործել է Սյունիք-Արցախյան, կար Սյունիք-Արցախյան ճարտարապետական դպրոցը։ Կարող եմ նշել, որ հատկապես դե գիտեք, որ Ղուլան Արտակը ուսումնասիրել էր մելիքական ապարանքները եւ նա ընդհանրական էր ուսումնասիրել Սյունիքի եւ Արցախի, որտեղ շատ նման են, գիտեք, նման էին ժողովուրդ իր բնավորությամբ, նման էր կլիման, նման էր ռելիեֆը, շինանյութը, իհարկե սա այն հանգամանքներն են, որոնք ձևավորում են ճարտարապետությունը եւ քանի որ իրենք այդ Սյունիքը եւ Արցախը բավական այսպես ամուր իրանք սկսեցին վերականգնման աշխատանքները եւ իդեպ մի բան էլ ասեմ, շատ կարեւոր է, կարծում եմ, որ այստեղ հիմնվեցին անապատները, այսինքն մենաստանները, վանական, որոնք սկսեցին պատրաստել քահանաներ գյուղերի համար։ Սա նույնպես կարևոր էր, որտեվ այդ մեծ քանակով նման ուրեմն եկեղեցիների շինարարությունը նախատեսում էր նաև ունենալ սպասավորներ եւ պետք է ասեմ, որ Հայաստանի մյուս շրջաններում մենք այդ քանակի անապատներ չունենք, ինչպես Սյունիքում եւ Արցախում, ու երևի կարող ենք հատկապես նմանատիպ նշել Խորվիրաբինը, բայց մենք Սյունիքում եւ Արցախում ունենք անապատներ, որոնք շատ տարբեր են միջնադարյան վանքերից, ինչի համար, եթե միջնադարյան վանականները ունեին սեփականություն, ունեն իրենց տունը,
կյանքը, հա, անապատների բանականները բացարձակ այլ սոցիալական կարգավիճակում են, իրենք ոչ մի սեփականություն չունեն, իրենց ամբողջ կյանքը ամփոփված էր եւ ունեցված կասեմ ոնց որ վանքի մեջ եւ իհարկե սա նույնպես շատ կարեւոր դեր խաղաց եւ հանդիսացավ եւ կրթության համար եւ էլի ասում եմ վանականներ պատրաստելու համար նման մեծ քանակով ուրեմն եկեղեցիները սպասարկելու համար։ Նու պետք է ասեմ, այստեղ մի շատ հետաքրքիր բան կա կապված եկեղեցիների հետ տիպաբանության տեսակետից, որ մենք շատ քիչ քանակով ունենք գմբեթավոր եկեղեցիներ, 40 եւ 30 դա հերթերի եկեղեցինա, ծակուրի եկեղեցինա, պտկեզբերգնա եւ երից մանկուկը, բայց հիմնականում կառուցվել են սրահավոր եկեղեցիներ, եռանավ, միանավ, տարբեր քանակի սյուներով, զանգաշտարակներով հաճախ, որպես ուրեմն զանգի համար զանգակատուն են ծառայել եւ հիմնական այդ սրահավոր եկեղեցիներն եղել հիմնական ամբողջը կոպտատար։ Միայն կրող կոնստրուկցիաները, ասենք կամարներն էին, սյուներն էին, որոնասյուներն էին, անկյունակարերը, մուտքերը, պատուհանները եւ բեմի հետ կապված որոշակի շինվածքներ, որոնք սրբատաշ են եղել, որոնք աշխատող հիմնական մասն են եղել կոնստրուկտիվ, բայց հիմնականում մնացածը ամբողջ եղել է կոպտատաշ քար, հիմնական տեղական քարն եղել կրաքարը, տարբեր բյուրեղացման աստիճանով եւ քիչ քանակությամբ ավազաքար են օգտագործել։ Մենք դիզակում նկատում ենք բավականին շատ հետաքրքիր մուտքերի զարդարանք, հարդարանքը, որ շատ պատկերաքանդակներ, զարդաքանդակներ, օրինակ նույն ծաղկավանքը ունի մուտքը ընդհանրապես շքեղաշուք է կամ խորանի այդ արտաքին հատվածը, որը բավականին հետաքրքիր ուրեմն այսպես քանդակներ կան, ինչով կառանձնացնենք դա, ասենք մյուս տեղերում կարծես թե չենք հանդիպում, բայց դիզակում դա հստակ նկատելի է։ Ճիշտ ասած հանդիպում ենք մյուս տեղերում է, իդեպ պիտի ասեմ, որ ծաղկավանքը հերհերը շատ նման շքամուտքեր ունեն, նույնպես հարուստ հարդարված եւ երից մանկած վանքը նաեւ հետարքի շքամուտք ունի, այդպես շթաքարերով, ստալակտիտներով, այսպես ասած, եւ մի շատ իհարկե հետարքի բան կան, քանի որ գմբեթավոր եկեղեցիները իրենք ավելի լուրջ բեռ էին կրում իրենց վրա, այդ եկեղեցիները մենք սրբատաշ հատվածները շատ ավելի շատ են քան սովորական սրահավոր եկեղեցիներում եւ սրբատաշ քարը թույլ էր տալի նաեւ ունենալ ավելի շատ ուրեմն մակերեսով զարդարանք։ Բայց որ ասեմ դիզակում ավելի շատ է, չի ասի, որտեղ բոլոր շրջաններում մենք ունենք որոշակի, դե ես կասում դա կախված է եղել պատվիրատուից հնարավորություններից, այսինքն ժամանակից ինչքանով որ նպատակահարմար ա եղել նման հարդարանքը, բայց այո, դիզակը ընդհանրապես, քանի որ տողում են եղել, հա, Բեգլարբեկը, այսինքն գլխավոր Մելիքա իշխանն ա եղել, Եգանը, այդտեղ մի քիչ ավելի ուրեմն երևի թե միգուցե շեշտը ավելի շատ ա եղել, ավելի հնարավորությունները շատ ա եղել Եվ ասեմ, որ բնակավայրերն են, որոնք մենք ես նշել եմ, հիմնականում դիզակի բնակավայրերն են, որոնք նաև լավ պահպանվել են։ Այստեղ հետարքիր է, թե ինչի են ավելի լավ պահպանվել, քան մնացած տեղերում, ես մտածում, քանի որ այնտեղ գիտեք ավելի ինձ մտավորականությունը շատ ա եղել, եւ միգուցե մի քիչ ավելի ծույլ են եղել, իրենց բնակավայրերը լավ են պահպանվել, իրանք դենց շատ չեն ձևափոխել կենտրոնները, որը իհարկե մեզ համար մեծ ուրեմն նվեր է, որ կարող ենք դրանց վրա այդ ուսումնասիրությունները անել հենց քաղաքաշինական տեսակետից։ Ձեր խոսքի որպես շարունակություն նշեցիք հատկապես Հադրութի վերին թաղամասը, որը բավական շատ հետաքրքիր քաղաքաշինական ճարտարապետություն են, մեծ թաղերը, տյաքը ազդեցություն կա Շուշիի քաղաքաշինական ճարտարապետության վրա, թե ոչ։ Այդ կապը դուք տեսել եք։ Իհարկե, ես Շուշին եմ դիտարկել, Շուշիի վաղ միջնադարի շրջանը, որտեղ այն ինչ որ մենք ներողություն ուշ միջնադարը, այսինքն ուշ միջնադարի վաղ շրջանը, Շուշիի վաղ շրջանը, որտեղ այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք, դա ավելի ուշ շրջան, 19-րդ դարն է արդեն հիմնական, հա,
բայց սկզբում իհարկե նույն ձեռագիրն է եղել, այսինքն ինչի նկատի ունենք, ինչպիսին էին բնակավայրերի տեղադրությունը, առաջինը շատ կարևոր էր, պիտի ունենար լավ ջուր, միանշանակ ջուր պիտի լիներ բնակավայրում, լանջը պիտի լիներ արևահայաց լանջ, պիտի մոտ լիներ անտառ, եւ այս պայմաններում հիմնվում էր բնակավայրը։ Ուրեմն հիմնականում տեսեք, մենք այս փոքր բնակավայրերը, որ ունենք, հիմնականում մի փողոց անցնում բնակավայրով, որի կենտրոնական մասում իր հասարակական կենտրոնն է, որտեղ կարևոր դերը, եթե եկեղեցի կա, եկեղեցին է, աղբյուրն է, տողի դեպքում, քանի որ ինքը մելիքանիստ էր, մելիքի ապարանքներ, որպես հասարակական կենտրոն, բայց Շուշին վաղ շրջանի թաղերը ավելի քիչ էին, ամեն թաղ առանձին թաղամաս ինքը ուներ իր ճանապարհը, եւ եթե տեսեք հիմնական ճանապարհի լայնությունը այս փոքր բնակավայրերում 4.5 մետր, 4.5 մետր, Շուշիում թաղամասերի ճանապարհներն են այդպես։ Իսկ հիմնական ճանապարհը 7.5 մետր էր, որը անցնում էր գլխավոր դարպասներից միջև, հա, անցնում էր, իսկ փոքր փողոցներ արդեն, որոնք տանում էին դեպի ուրեմն բնակելի փոքր ուրեմն թաղամասեր, այսինքն դեպի տները արդեն 2-ից 3 մետր էին, այդտեղով սա էլ պրակտիկորեն չէր անցնում, հիմնականում ուրեմն արդեն ոտի եւ ձիու ճանապարհներ էին, այ նման ուրեմն կառուցվածք ունեին եւ քանի որ իրենք արևահայաց լանջին են այդ բոլոր բնակարարները, որ մենք նայենք, հակառակ կողմն էլ հյուսիսային կողմներ եւ անտառոտ տողը, հա, որպես օրինակ ինքը ամբողջը դեպի արևելք է նայում այդ լանջը, որտեղ գյուղը հիմնված է եւ այստեղ էականն է, որ նման դեպքում ամբողջ գլխավոր ճակատը ուղղված է դեպի արևը, իսկ հյուսիսային ճակատը արդեն խրվում էր պատի մեջ, որը նույնպես էներգախնայող հանգամանք ուներ բնակարանի համար, հա։ Սա լուրջ մշակույթ էր քաղաքաշինական, որտեղ նույն սկզբունքով կառուցվում են եւ երբեք դուք չեք տեսնի գյուղ, որը տները նայում են դեպի, ասենք, հյուսիսային կողմ կամ միայն արևմտյան կողմ, բայց տակն է հետաքրքիր, որը իրականում լանջը հյուսիսային է եղել, բայց քանի որ ելևէջներ ուներ լանջը, ինքը տները ուղղված էին դեպի արևը, այդ նույն հարթության մեջ տները ուղղված էին դեպի արևը եւ ես կարծում սա շատ էական է եւ շատ հետաքրքիր է եւ այո, Շուշին նույնպես նույն սկզբունքով է կառուցվել, հետագայում ինքը մեծացվել է, թաղամասերը շատացել են, սկզբնական շրջանում շատ հաճախ եկեղեցիները փայտաշեն են եղել, ինչ որ մենք հիմա տեսնում ենք, դրանք ավելի հետո քարով են իրականացված, իսկ թուրքերը, որտեղ այդտեղ նաեւ թուրքական թաղամաս է եղել, պարսկական կամ չգիտեմ կարելի ասել, եղեգով են եղել եւ հողից ազգ են եղել տները։ Այսինքն շատ ավելի ցածր շինարական, ուրեմն տեխնիկավ են եղել իրականացված Շուշիում։ Բայց սկզբունքը քաղաքաշինության, ուրեմն քաղաքաշինական եւ բնակավայրի հիմնման եղել է նույնը։ Ունեցել են թաղամասեր, նույնպես իրենց եկեղեցիներ, գիտեք, հենց այդ թաղամասերի անուններով է նրանք փաստորեն կոչվել են։ Շարունակելով Շուշիի թեման, Երևան Լալայանը մի հետաքրքիր նկատառում է ուրեմն հարել, որ Շուշիի արդեն 19-րդ դարի ճարտարապետության ազդեցությամբ դիզակը եւ վարանդան արդեն իսկ 19-րդ դարի վերջին հրաժարվել էին գլխատներից եւ հիմնականում կառուցում էին երկհարկանի քարետաները, այսպես ապակա պատշգամբով։ Այդ երևույթը ինչպես կարող եք մեկնաբանել։ Ասեմ, իդեպ այդ երևույթի մասին Մանվելն էլ Սարգսյան խոսել, դա գալիս է հասարակության սոցիալական վիճակից։ Գլխատներ Շուշիում սկզբում եղել են, բայց երբ որ հատկապես Ռուսաստանի հետ միանալուց հետո այդ ազդեցությունը եւ ընտանիքների արդեն ավելի ուրեմն մասնատված լինելը, փոքր ընտանիքների մասնատվելը, իհարկե դա բերեց արդեն նոր տիպի տների եւ իհարկե Ռուսաստանի հետ կապը հատկապես եւ քանի որ ընդհանուր առմամբ ոչ միայն Շուշին, այլև մնացած բոլոր բնակավայրերը սկսեցին կառուցել նմանատիպ տներ, բաց, որը անվտանգության տեսակետից իհարկե ավելի ցածր անվտանգություն ունի, քան գլխատունը, որտեղ գլխատունը ընդամենը մի մուտք ուներ եւ շատ հեշտ էր այդ մուտքը պաշտպանելը։
Իհարկե սա սոցիալական պատճառներ ուներ եւ ոչ թե դա ուղղակի ազդեցություն էր Շուշից, դա ընդհանուր իրավիճակ էր, որտեղ գիտեք հաջորդում էլ եղել է զորամասեր ռուսական, որտեղ իրանք իհարկե իրենց մշակույթը բերեին։ Բոլոր այն իհարկե վատ կողմերն էլ, որ ուներ այդ ռուսական ներկայությունը այնտեղ քաղաքական ու հասարակական տեսակետից, բայց ինքը շատ լուրջ նաև մշակույթ էր բերել, որը իհարկե եւ Շուշիում ենք տեսնում եւ ոչ միայն հադրում, բոլոր մեր բնակավայրերում արդեն 19-րդ դարից մեր բոլոր գյուղերը կառուցում էին երկհարկանի տներ, ստորին հարկը ինքը կիսանկուղային էր, որը նաև ծառայում էր որպես մառան եւ խոհանոց ամառային եւ այլն, վերևի հարկում արդեն ապրում էին, անպայման ունեին պատշգամբ, ուղղվածությունը էլի ուրեմն դեպի հյուսիս մեջքներ, բոլոր գյուղերը, որ մեր նայեք, թիկունքը տան, նայում էր հյուսիս, պատուհան չէին անում հյուսիսում, որտեղ անիմաստ էր, ինքը մենակ պիտի ուրեմն ջերմությունը տաներ եւ արդեն ինքը ամբողջ ուղղվում էր պատշգամբը դեպի ուրեմն տակ կողմն ու կարծում եմ այդ ապակեպատ ավելի ուշ ա եղել, ի սկզբանե ինքը բաց պատշգամբներ ա եղել, որը նույնպես մշակույթը գլխատանից ա գալիս, որտեղ գլխատան դիմաց եղել ա այն սրահը, որտեղ ամբողջը ամառային ինքը եղել ա ուրեմն խոհանոց եւ ինչն եմ ուզում նշեմ, որ մեր բնակավայրերում ցեխի մեջով չեն քայլել, ամբողջը եղել է սալարկված քարով, սա նույնպես շատ էական է, կարծում եմ։ Շնորհակալություն Տիկին Տիտանյան, սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք մեր հերթական հաղորդաշարը, մեզ կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներում, բարին ձեզ, կհանդիպենք։